Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, վաղ առավոտյան լավ տրամադրություն, վաղ տրամադրությունը շատ լավ սկսվեցինք։ Վաղ տրամադրությունը շատ կարևոր է, որովհետև երբ արթնանում ես, պետք է նախ ունենալ լավ տրամադրություն, վաղ առավոտից ունենալ լավ տրամադրություն եւ ձեզ ասել բարի լույս հարգելի ռադիոլսողներ, այսօր հանրայինի ուղիղ եթերում սիրով ձեզ համար կաշխատենք ես Լուսինե Մուրադյանս եւ իմ շատ սիրելի գործընկեր Մարինա Գրեգը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, 9:31 եւ դուք լսում ու նաեւ դիտում եք Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, օրեր շարունակ ես ու Լուսինեն ենք եթերում եւ կարծես տաղավարը չենք ուզում զիջել մեր գործընկերներին, բայց դիմացեք այսօր էլ ու վերջ։ Եվ մոտակա 1.5 ժամը լինելու ենք միասին, հետաքրքիր թեմաների շուրջ ենք զրուցելու ինչպես միշտ եւ ինչպես միշտ ակնկալում ենք ձեր ակտիվությունը։ Ձեր ակտիվությունը պետք է դրսևորվի զանգահարելով 55-3702 ուղիղ հեռախոսահամարով կամ մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ հայատառ գրելով, հետևում եք լայվին, չեք մոռանում սրտիկներ, փուչիկներ ու պաչիկներ ուղարկել, դե ձեր բեկ բաժակ սուրճն էլ անպայման եւս ուղարկեք on-line հարթակի միջոցով։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ միասին սուրճ ըմբոշխնենք, մեր սուրճերն արդեն պատրաստ են։ Եթե ձերը դեռ պատրաստ չէ, շտապեք արագ պատրաստել ձեր մեկ բաժակ սուրճը, որպեսզի միասին ըմբոշխնենք։ Կամ եթե պատրաստվում եք նստել ավտոմեքենա եւ չեք ուզում մեզնից կտրվել լսել այս երկու չքնաղ ձայները, պարզապես Երևանից գլխավոր հաճախականությամբ պետք է միանալ 107 եւ 7-ին, իսկ մարզերում արդեն դուք գիտեք ձեր հաճախականությունը։ Բարի ընթացք ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր հիմա երթևեկության մեջ են, հատկապես նրանց անփորձանք երթևեկություն ենք մաղթում, ովքեր որ որոշել են քաղաքից դուրս ճանապարհ, գործի բերումով կամ ինչ-որ տարբերակներով, դե ձեզ անփորձանք երթևեկություն, կարծում եմ մեր ընկերակցությամբ ձեր ճանապարհը ել ավելի հետաքրքիր կլինի։ Եվ անկախ թեմայից կարող եք զանգահարել պարզապես զրուցելու, ասելու թե որտեղ եք այս պահին գտնվում, արդյոք կան խցանումներ թե ոչ, դրանով իսկ կօգնեք մյուս վարորդներին։ Այո, եւ չենք մոռանում, որ վերջին մի քանի օրը եղանակը զայրացել էր, մեղմ ասած զայրացել էր, ուստի զայրացել էր, այլ չգիտեմ ինչ էր, եւ կոնկրետ Շիրակի Լոռու մարզում, կենտրոնական հատվածներում մեծ ծառեր է շուռ տվել, հա, կարծես փոթորիկ լիներ, ապարանում է եղել խնդիրներ, հուսանք ճանապարհներն անցանելի են եւ որևէ խոչընդոտի չեք հանդիպի։ Թե Երևանում էլ ոչ պակաս քամին ու փոթորիկ է։ Բայց այդ կարգի չէր, բայց ես տանը նստած լսում եմ ինչպես է քամին պոկում ուղղակի։ Դա այլ հարց է, երբ դու տեսնում ես շենքի հասակին եղևնին է պոկվում ընկնում։ Բայց ապակի էր ընկել, կոտրվել եւ ընկել էր։ Մի խոսքով զերծ մնանք տարատեսակ նմանատիպ իրավիճակներից, չգիտեմ ինչու էր բարկացել եղանակը, հուսանք բարեգութ կգտնվի եղանակը, իսկ քանի որ խոսեցինք եղանակից, կարծում եմ ինչ կարծիք ունես, ներկայացնենք մեր ռադիոլսողներին հենց այս պահին թե ինչ եղանակ է սպասվում։ Ներկայացնենք եղանակը, հետո լսենք երգ եւ վերադառնանք ու մյուս ինֆորմացիան եւս։ Այսօր արդեն հունիսի 16-ն է, շատ արագ է անցնում, հունիսը կիսվեց, Աստված իմ դաժան է, բայց իրական։ Այո, եւ այսօր ու ամսի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Նաեւ տեղեկացնենք, որ ամսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Թեպետ ամպրոպի ժամանակ սպասվում է քամի ուժ գնացում 20-ից 24 մետր վարկյան արագությամբ, նաև ասենք, որ օդի ջերմաստիճանը այսօր աստիճանաբար կնվազի 4-ից 7։ Այո, ցուրտ էր առավոտյան։ Դե տաքացիր էլի ամառվա առաջին ամսվա կեսը գնաց, դեռ մենք եղանակ շոկ օրեր ենք տենչում։ Կարոտում ենք դեռ։ Այո։ Եվ ամսի այսօր գիշերը եւ երեկոյան ժամերին 17-ին երեկոյան Երևանում առանձին հատվածներում սպասվում է էլի կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում, այսօր ցերեկը, վաղը գիշերը եւ 18-ից 20-ը ուռա առանց տեղումների եղանակ է։ Գոնե այդքանով, այո, մի քիչ կուրախանանք։ Դե ինչ, հարգելի ռադիոլսողներ, ճիշտ ժամանակն է, որպեսզի միմյանց ողջունենք ջերմ երաժշտական կատարմամբ, այնուհետև կշարունակենք։
Լսի Արածների համար Պատասխանես դե տալու Չարածների համար Մոտս ես հետ գալու Չարածների համար Մոտս ես վերադառնալու Հետ ես գալու ինձ էլ տալու Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր վաղ առավոտից հարգելի ռադիո լսողներ, սերը մեզնից, սուրճը ձեզնից կամ հակառակ էական տարբերություն չկա, մենք սիրով ենք աշխատում ձեզ համար եւ ուրախ ենք, որ ցանկացած աշխատանքային օր փորձում եք ժամանակ գտնել ու մեզ հետ անցկացնել։ Շնորհակալ ենք նաեւ ակտիվության ու ջերմության համար on-line հարթակում։ Այո, մենք արդեն ունենք մեկնաբանություններ, դրանք կկարդանք վարքյաններ անց, այս Այո, պահին այս արդեն պահին հաջորդ կարևոր տեղեկությունը, որ ուզում ենք հայտնել մեր ռադիո լսողներին, խոսքը ավտոճանապարհների Այո, մասին է։ խցանումներին անդրադարձիր, ավտոճանապարհների հետ կապված նաև ասեմ, փակ տարածքների հետ կապված փորձենք հասկանալ մայրաքաղաքից դուրս ինչ իրավիճակ է։ Ի զարմանս մեզ, այս պահին մայրաքաղաքում խցանումների աստիճանը գնահատվում է ընդամենը 5 բալ։ Լուրջ։ Այո, դա նշանակում է, որ փողոցները հիմնականում անցանելի են, այո, թեթև խցանումներ նկատվում են Խանջան փողոցում, կարող եք շրջանցել նաև Նալբանդյան փողոցը, որը այս պահին երկկողմանի դժվար անցանելի է, բայց իրավիճակը այնքան էլ վատ չէ։ Սայաթ-Նովան Ալբանդյան փողոցների հատման խաչմերուկը եւս դժվար անցանելի է։ Սայաթ-Նովան դժվար անցանելի է նաև Աբովյան փողոցի հետ հատման խաչմերուկում, աշխատեք շրջանցել։ Էլ ինչ ունենք այստեղ, մեկ վայրկյան, ահա գալիս ենք այս կողմ եւ տեսնում ենք, որ Կորյուն փողոցը եւս դժվար անցանելի է։ Կորյուն Տերյան փողոցների հատման խաչմերուկով բնականաբար Տերյանը եւս դժվար անցանելի է։ Հաստատ 5 բալի մասին ենք մենք խոսում, որովհետեւ ինձ թվում է շարժվող խցանումներ են ուղղակի զուտ դրանով է պայմանավորված։ Ես էլ եմ այդպես կարծում եւ այստեղ կա մի փողոց, որը գնում է դեպի Միասնիկյան, այն մուգ կարմիրով է գծանշված, դա նշանակում է, որ բավականին դաժան խցանում է, բայց չեմ հասկանում։ Սարալանջն է, նորմալ է, Սարալանջում ինչպես միշտ իրավիճակը այսպիսին է։ Տեսնենք ինչ կա չկա Իսակովի պողոտայում։ Ահա, նաև Աճարյան փողոցն է այս պահին երկկողմանի դժվար անցանելի։ Աշխատեք շրջանցել Իսակովի պողոտան դեպի կենտրոն ընթացող հատվածը, նաև Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, այս պահին դժվար անցանելի է Կիևյան կամուրջը եւ Կիևյան փողոցը դեպի Բարեկամություն մետրո ընթացող հատվածը։ Կոմիտասի պողոտան երկկողմանի դժվար անցանելի է։ Անկեղծ եմ ասում, անգամ երբ 7 բալանոց խցանում է, երևի այսքան փողոցների անուններ չէինք նշել։ Մի խոսքով շրջանցում եք խցանումները կամ եթե հայտնվել եք այդտեղ չեք նյարդայնանում, սա ամենակարևորն է, չէ՞։ Հա, իհարկե, չէ, ուղղակի պետք է թուլանալ։ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են եւ տեղեկացնենք, որ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածն է փակ, բեռնատարների համար միակողմանի երթևեկելի է, մարդատար տրանսպորտային միջոցների համար, դե Լարսն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Օդային տարածքները մենք գիտենք, որ վերջին մի քանի օրերին պայմանավորված տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով մի քանի թռիչքներ չեղյալ էին հայտարարվել։ Հիմա փորձենք հասկանալ ինչ վիճակ է, նաև տեղեկացանք, որ բավականին շատ չվերթներ, հատկապես արաբական էմիրություններ, որ չեղյալ էին հայտարարվել առաջին օրը, հետո վերականգնվեցին, ուղղակի տևողությունը թռիչքուղու ավելի երկար էր, պայմանավորված նրանով, որ այլ ճանապարհով էին տեղ հասնում։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն կարող ենք ասել, որ հիմնականում բոլոր ուղղություններն աշխատում են նորմալ, ապահով է եւ շատ համացանցում տեսնում էի, հատկապես զբոսաշրջային հատվածում, երբ մարդիկ փորձում են իրենց հանգիստը կազմակերպել այլ երկրներում, հատկապես Եգիպտոսի հատվածում շատ էին հարցումները, արդյոք չեղարկվել են թռիչքները թե ոչ, նաեւ տեղեկացնենք, որ ոչ մի օր կանգ չի առել այդ ուղղությամբ թռիչքը, որովհետեւ բոլորովին այլ, այսպես ասած, ճանապարհով է միշտ
Մի քիչ ավելի երկար, բայց ասեի չէ, բայց ուզում եմ ասել ոչ մի կերպ չի ազդել, որովհետև նախկինում էլ այլ ճանապարհով է գնացել եւ այստեղ խնդիր չի առաջացել։ Այսինքն անհանգստանալու բան այս պահին Այստեղ չկա։ այս պահին անհանգստանալու ոչ մի բան չունեք, ասենք որ ժամանումների պահով նախատեսված ժամը 9:45-ն էր Աբու Դաբին, նախատեսված ժամանակը ուշացում ունենք այստեղ 12:26-ին է լինելու, հաջորդ ուշացումը Սոչին է հաջորդ թիվ 10:50 նախատեսված ժամանակին է, բայց հա, ժամանակին է, շարժան է։ Էլի էմիրությունների։ Էլի էմիրություններ 11:10-ի փոխարեն կժամանի 14:15-ին, Դուբայը 11:25-ի փոխարեն կժամանի 14:25-ին եւ Հռոմը 12:05-ի փոխարեն կժամանի 11:57-ին եւ այստեղ Չեղյալ ունենք։ Էլի Ռաշտը կապված բնականաբար, Իրանի հետ, այո, այնտեղ Ունենք եւս մեկ Չեղյալ Թեհրանը եւ եւս մեկ Չեղյալ Կապանը։ Դե արդեն հասկանում ենք, հիմա մեկնումների պահով փորձենք հասկանալ ինչ իրավիճակ է, Կապանը կրկին Չեղյալ է հայտարարված, Չեղյալներին ասենք հետո Ռաշտը կրկին Չեղյալ է հայտարարված եւ ունենք ուշացում։ Էլի Աբու Դաբին, աստորեն, Այո։ եւ շարժան։ Ենթադրաբար պետք է լինի Իրենք եւ գային, Դուբայը։ որպեսի գնային, ուշացումով ժամանում են, դրա համար էլ ուշացումով մեկնումն է տեղի ունենում, ովքեր փորձում են իրենց հանգիստը կազմակերպել եւ այս պահին ճամփորդական տրամադրությամբ են ձեզ բարի ճանապարհ եւ իհարկե հաճելի դրական էմոցիաներով լի հանգստյան օրեր։ Եւ այստեղ մենք ունենք նաեւ նստեցումներ, բարեհաջող ժամանել են օթանավերը, այնպես որ բարի գալուստ եւ ուրախ ենք, որ վերադարձել եք։ Հունիսի 16-ն է, երկուշաբթի աշխատանքային շաբաթվա առաջին օրն է, այսպես կարող ենք ասել, բայց մինչ այդ նաև տեղեկացնենք, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել, օրվա փոխարժեքն է շատ կամ շատ հարուստ են անընդհատ ինչ որ դոլարը դրամ են դարձնում կամ հակառակը, ինչու բրիտանական ֆունտ ստերլինգ են, ղազախական տենգեն, շատ կարևոր է։ Ինչևէ, գնացինք։ Ամերիկյան $1 նաժե 383 դրամ 23 լումա, եվրոն 440 դրամ 91 լումա է, ռուսական ռուբլին 408 է։ Վրացական լարին 140.46 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 518 դրամ 66 լումա եւ շվեյցարական ֆրանկը այս պահին 470 դրամ 86 լումա է։ Չինական յուանն էլ 53.358 է, ղազախական տենգեն, խնդրեմ։ Ղազախական տենգեն 7.471 է եւ արի այսօր մի ուրիշ էլ ընտրենք։ Ղրղզական սոմից էլ խոսենք, Լավ, ղրղզական սոմ։ 4.39։ Աստված իմ ինչու որոշեցի ղրղզական սոմ։ Սիրտս ղրղզական սոմ ուզեց։ Իմ սիրտն էլ այս պահին ուզեց լավ երաժշտություն, կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր եթերը համեմենք հերթական երաժշտական կատարմամբ։ Oh, I cannot explain. Every time it's the same. Oh, I feel that it's real. Take my heart. I've been lonely too long. Oh, I can't be so strong. Take a chance for romance. Take my heart. Sherry, Sherry lady, like there's no tomorrow. Take my heart, don't lose it. Listen to your heart. Sherry, Sherry lady, to know you is to love you. If you call me baby, I'll be always yours. La 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 I get down, all my world turns around. Who is right, who is wrong? I don't know. I've got pain in my heart, got love in my soul. Easy come, but I think easy go. I need your soul. All those times I'm not so strong. Sherry, Sherry lady, going through emotion. Love is where you find it. Listen to your heart. Sherry, Sherry lady, living in devotion. It's always like the first time. Let me take a part.
Սուրճ ու սեր առավոտից։ Խրոխտ ռիթմերը մուտք գործեցին մեր եթեր, այո, սիրելի ռադիոլսողներ, բայց կարևոր տեղեկություններն արդեն փոխանցել ենք ձեզ, այնպես որ կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի շարունակենք եւ նաեւ ձեզ ջերմ ողջույններ ուղարկենք հարգելի ռադիոլսողներ, որովհետեւ դուք ակտիվ եք on-line հարթակում։ Այո, եւ մենք անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին, որովհետեւ ձեր ակտիվությունը շատ կարևոր է։ Մեզ գրել է Ավետիս Մանուկյանը, բարի լույս ձեզ, բարի եթեր, շնորհակալ ենք շատ, Մուշեղ Ղազարյանը ժպտում է շատ գեղեցիկ, Էդգար Սիսակյանը 3 բաժակ սուրճով է եկել, երևի մեկը Լուսինեին, մեկը իրեն, երկուսը մեզ։ Այո։ Ջուլիետա Աբրահամյանն է մեզ Վիեննայից գրել, բարի լույս է մեզ մաղթում, բարի լույս, Էդիկ Բաբուջյանը պաղպաղակով եւ ձմերուկով է եկել ու իր հետ արև վտանգալվոր է։ Հա դուք ինչ եք ուզում ասել Արևի տակ, պաղպաղակ ու ձմերուկ, ֆիքսեք ինչ համադրությունն է, բայց շնորհակալ ենք ինչևէ քաղցրով եք եկել։ Ահա, Վիգեն Եղիազարյանն է գրել, բարի լույս, բարի առավոտ, հաճելի աշխատանքային շաբաթվա սկիզբ եմ ցանկանում։ Հա, այսօր երկու շաբթի է, ճիշտ է։ Մարինա։ Մենք այնքան ենք իրար հետևից եթերում, ես արդեն չեմ հիշում ինչ օր է։ Կայանե Գևորգյան, ողջույններ Ստրասբուրգից, հաճելի է առավոտը սկսել ձեզ հետ։ Լավ օր բոլորիս։ Բարի լույս Գայանե ջան, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ։ Հետաքրքիր է վաղուց եք մեզ լսում եւ դիտում եւ ոնց եք հայտնվել մեր հաճախականության վրա։ On-line հարթակով են հետևում եւ Լաուրա Խաչատրյանն ասում է բարի լույս։ Ջերմ ողջույններ ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եկեք այս պահին առանձնահատուկ ողջունենք մեր այն հայրենակիցներին, որոնք ապրում են հայրենիքից դուրս եւ կապը պահում են հենց հանրային ռադիոյի միջոցով։ Եթե տարբեր երկրներում եք եւ մեզ լսում եք, խնդրում ենք մեզ գրեք, դա նաեւ մեզ է ջերմացնում, որովհետեւ մենք հասկանում ենք, որ մի կարևոր գործ ենք անում եւ կարողանում ենք ձեզ ջերմացնել ձեր հոգիները հարգելի ռադիոլսողներ։ Եվ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու, կուզենք մեր ռադիոլսողներն էլ ներգրավված լինեն այս թեմային։ Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրն է այսօր, փաստորեն այդպիսի օր կա։ Նորից կրկնեմ, ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր։ Մարդիկ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են արտերկրում, կարող են դրամական փոխանցումներ անել։ Եվ այսօր իսկ ինչու ոչ։ Եվ եթե արտերկրում չեք, ուղղակի այստեղ Հայաստանում եք, կարող եք հաճելի անակնկալ մատուցել իրար եւ դրամական փոխանցումներ անել։ Ինչու ոչ։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ ընտանեկան փոխանցումները մեկը մյուսի հետ կապված շատ գրագետ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է երեխաներին։ Մենք այսօր մասնագետներ կփորձենք հասկանալ ինչպես է դա տեղի ունենում։ Ի վերջո, այսպես ասենք, ամեն ընտանիք առանձին մի բանկային համակարգ է, որտեղ գործում են սեփական ընտանիքի կանոնները։ Եվ այո, շատ հետաքրքիր է թե ինչպես են երեխաներին փոքրուց սովորեցնում փողի հետ, այո, ճիշտ գործ ունենալ, որքան գումար են տալիս այսօրվա երեխաներին, այս սերնդի երեխաներին տնից դուրս գալուց առաջ անձնական ինչ որ պահանջները հոգալու համար, որովհետև ես հիշում եմ, որ մեր ժամանակ անգամ 100-200 դրամը շատ մեծ գումար էր։ Ժամանակ Երբ վազում էինք խանութ պաղպաղակ գնելու, 200 դրամանոց պաղպաղակը շատ թանկ պաղպաղակ էր, շատ ուրախանում էինք։ Հետաքրքիր է հիմա ինչպես է։ Դե հիմա կփորձենք նաև մեր ռադիոլսողների միջոցով հասկանալ եւ իհարկե մասնագետի հետ կզրուցենք այդ թեմայի շուրջ, առհասարակ ինչպես է կազմում ձեր ընտանեկան բյուջեն, ինչ սկզբունքով է ձեր ընտանեկան բյուջեն համալրվում, ով ում է տոկոսներ տալիս։ Սա էլ է շատ կարևոր։ Դու որպես փորձառու մայրիկ, խնդրում եմ եւ ծնող երկու երեխաների մայրին ասա, օրինակ ճիշտ է երեխային տալ գումար, թե մեկ-մեկ լինում է, որ ասում են թող երեխան ասի ինչ է ցանկանում, ինչ պահանջներ ունի, ես կգնեմ, դա կտամ երեխային։ Կարծում եմ շատ ճիշտ է, որ կախված իրավիճակից եւ թե ինչի համար է այդ գումարն անհրաժեշտ, Սա շատ կարևոր գործոն է, դուք պետք է հստակ հասկանաք ինչի համար եք տալիս այդ գումարը։ Գումարը հեշտ չպիտի տրվի երեխաներին, նրանք ի սկզբանե վաստակեն, այո, եւ հոգեբանները շատ կարևոր մի բան են ասում են ցանկացած իրավիճակում ընտանեկան դա ֆինանսական լինի թե ոչ, ցանկացած մարդ պետք է հասկանա, որ այդ ընտանիքում ապրելով որոշակիորեն պետք է վաստակի այդ իրավունքը փակագծերում ենք վերցնում, ուրիշ ձև չընդունենք, այսինքն երեխան պիտի ունենա իր պարտականությունները եւ պիտի կարողանա օգտակար լինել ընտանիքում
երեխան չի կարողանում ֆինանսապես օգտակար լինել, նա պետք է իր սենյակը հավաքի, հա, կարևոր որոշակի գործառույթներ անի, որոնք երեխային համապատասխանեն։ Սա եւս շատ կարևոր է, դա ձևավորում է նաեւ պատասխանատվության զգացում եւ ընտանիքում ավելի առողջ միջավայր է ստեղծվում եւ նաեւ շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում խոսել, այսօրվա սերունդը հստակ տարբերվում է նախորդ սերունդներից եւ հիմա տեսնում ենք, որ պատանիներ, հա, որ դեռ դպրոցում են սովորում, նրանք մի տեսակ բիզնեսի ջիղ ունեն եւ շատ բիզնես դպրոցներ կան մանկական, ես ինքս ծանոթ եմ այդ բիզնես դպրոցներին, որ երեխաներին սովորեցնում են ամենատարրական կանոններին եւ օրենքներին եւ հետագայում երբ երեխան արդեն մեծանում է, պետք չէ զրոյից սկսել ինքը արդեն ծանոթ է այդ օրենքներին եւ կկարողանա որոշակի գործառույթներ իրականացնել, մինչեւ կստանա բազային նորմալ գիտելիքներ։ Այս պարագայում երբ ունենում ես ֆինանսական որոշակի քո տարիքին համապատասխան գիտելիքներ, դու կարողանում ես նաեւ ճիշտ ծախսել գումարը։ Այնպես որ այո, սա ընդհանրացակ թեմա է բավականին, բայց շատ հետաքրքիր է ինչպես եք ձևավորում դուք ձեր ընտանեկան բյուջեն։ Մի տեսակ ոչ միայն հետաքրքիր, այլև ծիծաղելի, որովհետև շատ դեպքերում գուցե ծիծաղենք շատ այլ հարցերում, որը առօրյական է դարձել, չգիտեմ։ Բայց ընտանեկան բյուջեն ճիշտ տնօրինելը շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք, թե որքան հեշտ է գումարը ծախսվում, որքան դժվար է այն վաստակել, եւ երբ որ ամսվա վերջում արդեն հաշվում ես, թե որքան գումար ես ծախսել, ու ամենակարևորը չես հիշում ինչի վրա ես այդքան գումար ծախսել, այստեղ հարց է առաջանում, արդյոք ճիշտ է տնօրինում գումարը։ Երեխաների պարագայում դա ավելի խոցելի հարց է, որովհետև նրանք ունեն այսպես իրենց ցանկանալիք բաները, այն ինչ որ ցանկանում են օրվա ընթացքում Եվ դա կարող է լինել ինչ որ մեզ համար համենայն դեպս անկարևոր բան, բայց երեխա է ուզում է եւ շատ հաճախ այ լինում է, որ մայրիկներն ու հայրիկները մերժում են երեխային, մեկ էլ պապիկի տատիկի տնից գալիս է, տատիկ-պապիկը գումար են տվել, բավարարել են այդ պահանջը եւ այստեղ ծնողը մի քիչ նյարդայնանում է, թեկուզ հաճախ կարող է եւ չարտահայտվել, սա էլ է կարևոր։ Եվ հետաքրքիր է նաեւ այս պարագայում արդյոք ճիշտ է երեխային նաեւ գումարի միջոցով բոնուսիկներ խրախուսական մեթոդները շատ կարևոր են տարբեր տարբերակներով կախված իրավիճակներից։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ լսենք հերթական երաժշտական կատարումը, իսկ մեր ռադիոլսողը, որ մեզ միացել էր Ստրասբուրգից, ասում է չի հիշում, թե երբանից է մեզ լսում, բայց շատ հաճելի է։ Մեզ էլ է շատ հաճելի, որ մեզ լսում եք։ Շարունակեք մնալ մեզ հետ, հերթական երաժշտական կատարումն է եթերում, կշարունակենք այնուհետև։ Sayat no vuras lugarin
Snokjari na manis Sayap no unas nujari Gana snokjari na manis Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծն է հանրային ռադիոյի եթերում արդեն 9:59 մեր տաղավարում արդեն հյուրընկալել ենք մեր գործընկերոջը Հասմիկ Մարտիրոսյան, բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Մեզ մի հարց է հետաքրքրում, երեխաներին հեշտությամբ ես գումար տալիս թե ոչ։ Այո, ես սիրում եմ, որ երեխաները փոքրուց իմանան ինչպես պետք է տնօրինեն կառավարեն գումարը։ Դա կհեշտացնի իրենց կյանքը նաև ապագայում։ Ավելի գրագետ կլինի։ Այո, անկախ կլինեն ավելի եւ կիմանան ինչպես ճիշտ Բայց տնօրինել հեշտ չի տրվում, չէ՞ այդ գումարը, որպեսզի այլ իրավիճակի վերջնական չլինի։ Երեխային ճանաչելով են գումար տալիս, իմ երեխաների պարագայում ես նման խնդիր չունեմ։ լավ արտահայտություն է։ Շատ լավն էր, այո, տիպիկ էր։ Շնորհակալություն Հասմիկ, կարծում եմ լրահոսը այսօր շատ է։ Հագեցած է մասնավորապես Իրան-Իսրայել հակամարտության մասին։ Ժամացույցներն ուղենք միասին, իսկ հետո Հասմիկ Մարտիրոսյանը կներկայացնի վերջին թարմ նորությունները, մնացեք հանրայինի հետ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին, կա 3 զոհ, 74 վիրավոր։ Ապարանում ուժեղ քամուց տուժել է 4 քաղաքացի, թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Եվ այսպես ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իսրայել-Իրան հակամարտությունը, երեկվա դրությամբ Իրանում եւ Իսրայելում զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Պաշտոնական Երևանը տեղեկացնում է նաեւ տեղերում Հայաստանի դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով, տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում Հայաստանի քաղաքացիների հետ։ Ըստ արտգործնախարարության Երևանը մշտական կապի մեջ է նաեւ հավատարմագրման երկրի իշխանությունների հետ։
Եվ այսպես ըստ իրանական եւ իսրայելական լրատվամիջոցների առավոտյան փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվել են, մասնավորապես վաղ առավոտյան Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Ամբողջ երկրում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական 4 բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Times of Israel-ը։ Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետա Տիկվա քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ իրանական հրթիռները հարվածել են 20 հարկանի բնակելի շենքի, մեծապես վնասելով 4-րդ եւ 5-րդ հարկերը։ Հզոր պայթյուններ են լսվել Թել Ավիվում, հավանաբար Իսրայելի պաշտպանական համակարգերի կողմից իրանական հրթիռների որսման հետևանքով։ Քաղաքի երկնքում սև ծուխ է երևացել, հայտնում է Times of Israel-ը։ Իսկ ահա Մեհր գործակալությունը հաղորդում է, որ իրանական հրթիռները հարվածներ են հասցրել Հայֆայի էլեկտրակայանին, իսրայելական հաղորդումների համաձայն երկրի կենտրոնական շրջաններում էլեկտրական հոսանքի լայնածավալ անջատումներ են տեղի ունեցել։ Տեղեկանում ենք նաև, որ 3 Թեհրանը թիրախավորել է Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանը, ինչպես հաղորդել է Մեհրը, իրանական ուժերը ճշգրիտ խոցել են օդանավակայանը։ Լրատվամիջոցը նաև հրապարակել է հրթիռային հարվածի կադրեր։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել նաև Հայֆայի ուղղությամբ եւ Նեգև անապատում տեղակայված Իսրայելի ռազմաօդային ուժերի։ Եվ Իսրայելն է պատասխան հարվածները ուղղել, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել, այդ թվում դիվանագետներ։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Խաթիբզադեն երկրի արտաքին գերատեսչության շենքին Իսրայելի հարվածը անվանել է միտումնավոր եւ դաժան։ Տեղեկանում ենք, Իրանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի, հայտնում է Press TV-ն, հղում անելով առողջապահության նախարարությանը։ Ըստ իրանական լրատվամիջոցների էլ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում կան նաև կանայք ու երեխաներ։ Իսրայելի պաշտոնական աղբյուրներն էլ հայտնում են Իրանի հարվածների հետևանքով 13 զոհի, 380 վիրավորի մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար բրիգադային գեներալ Մոհամմադ Քազեմին է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս մասին հայտնել է անձամբ եւ նշել է, որ սպանվել է նաեւ Մոհամմադ Քազամիի տեղակալը։ Իսրայելի վարչապետը հարցազրույց է տվել Fox News-ին եւ հայտնել այս մասին։ Իսկ Իրանի զինված ուժերի կապի կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ռեզա Սայադը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել երկրի կենսականորեն կարևոր շրջանների շրջակայքը։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն իրանական հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը եւ Իսրայելի վարչապետի ընտանիքի Կեսարիայում գտնվող նստավայրը։ Իրանի ոստիկանությունը Ալբորզ նահանգի Սավոջ Բոլախ քաղաքում ձերբակալել է Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայության 2 գործակալի, այդ անձինք ռումբեր, պայթուցիկ նյութեր եւ էլեկտրոնային սարքավորումներ էին պատրաստում Սավոջ Բոլաղի հրամանատարական կենտրոնում, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցներն էին գրել, որ Իսրայելը տարիներ է ծախսել Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությանը նախապատրաստվելու համար։ Նշեմ, որ Իսրայելը պատրաստ է դադարեցնել իր գործողությունները, եթե Իրանն ընդունի միջուկային ծրագրի սահմանափակելու ԱՄՆ պահանջները, ասել է Բենյամին Նեթանյահուն։ Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, մեջբերում ամեն ինչ կավարտվի, երբ մենք վերացնենք այդ հզորությունները, իսկ մենք դա կանենք, մեջբերման ավարտը։ Նեթանյահուն նաև հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի վրա իսրայելական հարվածի վրա։ Ավելի վաղ այս մասին գրել էր Reuters-ը։ Եվ Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի փաստաթուղթ, որը կսահմանափակի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ 3 տեղի ունեցած հանդիպմանը։
Համառոտ նաև անդրադառնանք միջազգային արձագանքին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը վաղը հրավիրել է Եվրամիության արտգործնախարարների տեսահամաժողով Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին Իսրայելի հարձակումից եւ Թեհրանի պատասխան հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հանդիպումը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել, ինչպես նաև համակարգել Թել Ավիվի եւ Թեհրանի հետ դիվանագիտական ջանքերը եւ հնարավոր հետագա քայլերը։ Տեղեկացնենք, որ Դոնալդ Թրամփն է կոչ արել Իրանին եւ Իսրայելին խաղաղության համաձայնագիր կնքել եւ Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարձնել։ Նա չի բացառել նահանգների միջամտությունը հակամարտությանը։ Վերադառնանք Հայաստան, նշեմ, որ վերջին տեղեկատվության համաձայն ապարանում հաշվի առնելով իրավիճակի լրջությունը համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության եւ շտաբ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ 3 սաստիկ քամի էր տեղի ունեցել Արագածոտնում, ճգնաժամային կառավարման կենտրոն էին ահազանգեր ստացվել, որ ապարան քաղաքի եւ Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Ըստ առողջապահության նախարարության նախնական տվյալներով կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը։ Համայնքապետարանից հայտնում են, որ ամբողջ գիշեր եւ վաղ առավոտյան ապարան համայնքի ղեկավարը տեղակալների ու պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում, մասնակցել աղետի հետևանքների վերացման աշխատանքներին եւ նշվում է, որ աշխատանքները շարունակվում են նաեւ այս պահին նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվության այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Որ առանց քեզ չեմ կարող ապրել այսպես ընտրելով մի ճանապարհ շատ հեռու անհնար փնտրում եմ քեզ դու գիտես որ առանց քեզ չեմ կարող ապրել այսպես մի ճանապարհ շատ հեռու անհնար սիրում եմ քեզ ոչ ես ոչ դու չեմ կարող հասկանալ սերը մեր կողքով անցավ ոչ ես ոչ դու չեմ կարող մոռանալ այն խոսքերը ասված ոչ ես ոչ դու չեն կարող հասկանալ որ դա սերն է մեր անմար ոչ ես ոչ դու որ առանց քեզ մոլորված մի խենթի պես ես ընկնում եմ անընդհատ հեքիաթի մեջ անավարտ սիրում եմ քեզ ոչ ես ոչ դու չեն կարող հասկանալ սերը մեր կողքով անցավ ոչ ես ոչ դու չեն կարող մոռանալ
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից հաճելի լավ տրամադրություն հարգելի ռադիո լսողներ, սիրով եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շարունակում մենք խոսում ենք այսօր յուրատեսակ մի թեմայի մասին եւ իհարկե անհամբերությամբ սպասում ենք նաեւ ձեր կարծիքներին հարգելի ռադիո լսողներ։ Այո, ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրն է, ինչ գումարներ ենք իրար փոխանցում, ինչ նպատակով ենք իրար փոխանցում գումար եւ այսօր որոշել ենք ֆիքսվել, կենտրոնանալ հենց երեխաների վրա, արդյոք ճիշտ է երեխաներին տալ գումար, թե ուզած-չուզած ծնողները տալիս են, որովհետև երեխաները դպրոցում պետք է ընդմիջում ունենան եւ այլ ծախսեր գուցե եւս ունենում են։ Ես չգիտեմ, ես երեխա չունեմ, այնպես որ այսօր նաեւ համակ ուշադրությամբ կլսեմ Լուսինեի եւ մեր հյուրի զրույցը, թե ինչպես պետք է ճիշտ երեխային ուղղորդել գումարի հարցում եւ արդյոք երեխան պետք է վաստակի այդ գումարը։ Ոչ միայն երեխայի, այլև մեծերի փոխհարաբերությունները ֆինանսական տեսանկյունից եւս շատ կարեւոր են, որովհետեւ նաեւ ինչ որ չափ մասամբ դրանով է պայմանավորված առողջ հարաբերությունը ընտանիքում, թե ինչպես են դրանք բաշխվում։ Իդեպ ասենք, որ այսօրը հիմնվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կարևորելու այն մեծ ազդեցությունը, որ միգրանտների ուղարկած փոխանցումներն ունեն թե իրենց ընտանիքների, թե երկրների տնտեսությունների վրա, եւ ասենք, որ այն նշվում է ամեն տարի հունիսի 16-ին որպես ճանաչում, այսպես ասած, աշխատողների կարևոր դերի, ովքեր գումար են ուղարկում ընտանիքներին կամ գումար են այսպես վաստակում ընտանիքը պահելու համար։ Եվ տարբեր երկրներում ինչ որ առումով նաև փոքրինչ տարբերվում են այդ ավանդույթները բնականաբար եւ ասենք, որ ամբողջ աշխարհում տարեկան փոխանցումների չափը գերազանցում է $700 միլիարդ։ Այդ գումարներից զգալի մասը գնում է դեպի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներ, դե բոլորս գիտենք, որ դա այդպես է։ Նաև հավելենք, որ ըստ տվյալների փոխանցումներն ուղղակի օգնում են ազդել աղքատության մակարդակի վրա, բարելավել կրթական, առողջապահական ու կենցաղային պայմանները։ Եվ եկեք մի քիչ ընտանեկան թեմաներից էլ, դրամաներից խոսենք, այդ փոխանցումների հետ կապված, օրինակ, երբ ամուսինները երկուսն էլ աշխատում են, հետաքրքիր է, միշտ կանայք ասում են իմ վաստակած գումարը, այո, իմն է, իսկ քոնը մերն է ընդհանուր եւ շատ հաճախ ստացվում է այնպես, որ օրինակ կանայք իրենց աշխատավարձը չեն կիսում տանը ամուսնու հետ, բայց փոխարենը պահանջում են, որ ոչ թե պահանջում են, կարծում են, որ դա նորմա է, որ այո, ամուսինը պետք է հոգա երկուսի ծախսերն էլ, բայց իմ վաստակած գումարը, իմ աշխատավարձը իմն է։ Գուցե հիմա թեթև ժպտում եք դուք լսելով այս տեղեկությունը, որովհետև նայում եմ մեր հնչյունային ռեժիսոր Գոհար Գաբրելյանին, թեթև ժպտում է, ըստ երևույթին վտաբերում է, թե ինչպես է բաշխում իրենց ընտանեկան բյուջեն, հետևաբար նաև ասեմ, որ ժամանակակից այս նոր սերունդը մի քիչ այլ տարբերակով է մտածում եւ կարծում եմ շատերը ավելի այսպես ընդունում են համատեղ բյուջեն, միասին ծախսելու բյուջեն, միասին աշխատելու տարբերակը, թեպետ այդ պարագայում շատ երկրներում տեսնում ենք թեթև բոյկոտ, տեսնում ենք շատ բլոգերների, որոնք ասում են, որ եթե պիտի բյուջեն համատեղ կիսվի, ապա այդ դեպքում ընտանիքի տան, այսպես ասած, աշխատանքներն էլ պիտի բաշխվեն հավասար, ինչևէ մենք այդ ամենը կպարզենք հոկեբանի հետ քիչ անց րոպեներ անց, կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք միասին վայելենք հերթական երաժշտական կատարումը հարգելի ռադիո լսողներ եւ այնուհետեւ արդեն մասնագիտական հետաքրքիր տեղեկություններ կլսենք։ Իդեպ ես առաջարկում եմ, որպեսզի մենք լսենք Բրյունետի նոր երգը, պրեմիերա է, բավականին թարմ, տակ։ Լսենք։ Tell-em Այս արագությունը իմն ու մտքից մի բան է Իմ ազատությունը կարևոր է ու մաքուր է Իմ մտքերը քո մտքերը լավն է, բայց կարևոր է Չէ որ ապականել մենակ իմ ու քո ձեռքերում Անհնարին ամենակ են ինչը չես փորձել Բռնի այս արագությունը, քանի դեռ չես կորցրել Արի խոսենք մի քիչ, տխուր ես լավ էլի Արի խոսենք մի քիչ, ժպիտամ քեզ էլի Try Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ Say try Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ Say try Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ Say try Արի փոխենք ապագան Մտքից մի բան կա, շուրջս էլ կայծ կա Արագությունը ես ամեն ինչի իմաստն է Թե գաս հետս, շպիտ բեր հետդ Ոչինչ չի պակասի արագանում ատեմպըտ Անհնարին ամենակ են ինչը չես փորձել Բռնի ես արագությունը, քանի դեռ չես կորցրել
Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւս մեկ անգամ դուք լսում եւ դիտում եք Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը եւ այսօր ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրն է, անընդհատ դրամա եմ ուզում ասել, Դրամականը դրամա իրար հետ եւ մեր հյուրը, այո, հոկեբան Անի Ապիտոնյանն է, ում հետ էլ կփորձենք հասկանալ դրամական փոխանցումների կարեւորությունը ընտանիքում եւ առհասարակ բյուջեի տնօրինումը։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ առավոտից։ Ինչպես եք սկսում ձեր առավոտը, սուրճով թե թեյով։ Սուրճով, ջրով, հետո նոր սուրճով։ Հետևում եք բժիշկների խորհուրդներին, հա, այս պարագայում է։ Դառը, սև, դառը։ Հիշեցի, որ վերջերս հարցրեցին ինչ սուրճ ես խմում, ասացի սև, դառը, սրտիս պես, ես այդպեսի վատ հումոր ունեմ էլի եւ այդ կինը այսպես աչքերը լցրեց, Ազիզ ջան, ինչի ես այդպես ասում։ Դառը սև սուրճը շատ լավ սուրճ է արթնանալու համար եւ էներգիա կուտակելու առումով։ Էներգիա կուտակվում է նաեւ երբ կա քեզ մոտ փող եւ դու կարող ես այն շռայլորեն ծախսել։ Սովորաբար շռայլորեն ծախսում ես այն գումարները, որոնք աշխատավարձի գումարները չեն, այլ կողքից ես ձեռք բերել այդ գումարը վաստակել օրինակ, կամ ուրիշի փողերը։ Արդյոք այդպես է թե ոչ, ուրիշ այս պարագայում կարող է լինել ամուսինը կամ հայրիկը, որ ինքդ չես վաստակել։ Այդ դա ավելի հեշտությամբ ես չէ ծախսում։ Բնականաբար, որովհետև այդտեղ հաշվարկ չի արված, որ ես այսքան գումար ունեմ, ինչի վրա պետք է ծախսեմ, չես տանջվել, դրա համար ավելի կողքից գումար է, կծախսում ենք այնպես, ինչպես ցանկանում ենք։ Հենց եկեք այդտեղից սկսենք, հա, արդյոք պետք է կարող ենք անընդհատ շռայլել, անգամ եթե ուրիշի գումարն է, որովհետև այստեղ աշխարհը փոխվել է։ Քիչ առաջ մենք խոսում էինք մեր մանկությունից, հա, մեզ գումար պետք էր թե չէ, պարզեցինք, որ միայն պաղպաղակի համար էր պետք։ Այո, երկի ընթացքում խոսում էինք Անի հետ եւ ասացի, օրինակ մեր ժամանակ մեզ գումար պետք չէր, ընդհանրապես պաղպաղակի համար դրսում խաղալիս։ Իսկ հիմա պետք է երեխաներին գումար, ինչու՞։ Որովհետեւ աշխարհը գնում է դեպի սպառման, այսինքն մենք կարծես пассив սպառողներ ենք դառնում եւ անընդհատ ապրանքանիշերը եւ ապրանքները նորացվում են, թարմացվում են, որոշակի հատկանիշ գույն է փոխվում, չգիտեմ ինչ որ ծնգլիկ է փոխվում եւ դա համարվում է ավելի կարեւոր եւ նորից պետք է ձեռք բերել, հա, մարդը իր համար նպատակ է դնում, այսինքն մենք դառնում ենք սպառող, որը ոչ թե որոշում է կայացնում, այլ ընկնում է միգուցե եւ ծուղակը։ Մարքեթինգի զոհերն են։ Եթե այո, մարդը գրագետ չէ, կարող է դառնալ մարքեթինգի զոհ, դրա համար պետք է ֆինանսական գրագիտություն փոքրուց երեխաների մոտ դաստիարակել, որպեսզի զոհ չդառնանք, այլ որոշում կայացնենք, ինչպես մեր ֆինանսները տնօրինել եւ ինչպես սպառել որոշում կայացնելով։ Ավելի գիտակից։ Երբ պետք է երեխային, ինչպես պիտի երեխային սովորեցնել դրամի հետ գործ ունենալ, որ տարիքից եւ ինչ մեթոդներ կան, որ ճիշտ լինի, որովհետեւ եթերում օրինակ Մարինան ասաց, հաճախ երեխան գնում է տատիկ պապիկի տուն, նրան փողեր են տալիս եւ այլն, այս պարագայում արդյոք ճիշտ է դա թե ոչ եւ ինչպես պիտի մոտեցնել երեխային դրամին, հա, որ հակառակ էֆեկտներ չլինեն։ Տալիս են գումար, ծննդյան օրերին հիմա ավելի շատ գումար են տալիս, քան նվեր, որպեսզի երեխան ինքը որոշի ինչ գնի, հավաքի եւ մի մեծ բան գնի։ Այ հավաքի, եկանք հասանք մեթոդներից մեկին, բայց եկեք նախադպրոցական տարիքից սկսենք։ Երկու տարեկանից սկսած երեխաները արդեն երբ որ հայտնվում են խանութում, իրենց արդեն գրավում են որոշակի գունային, ձայնային խաղալիքները եւ այլն, եւ ծնողները մտածելով, որ դա լավագույն տարբերակն է իդեալական ծնող լինելու, պետք է ապահովես ամեն ինչով երեխային, ինչ որ ուզում է պետք է առնես, ու այդտեղից սկսվում է արդեն զգացմունքի վրա ֆիքսված առևտուրը։ Շատ կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքը, ունի այդ խաղալիքից թե չունի, չի հարկավոր դա գնել թե ոչ, այսինքն փոքր տարիքից կարգավորել երեխայի հուզական դաշտը կապված գնումների հետ։ Խոսեցի առևտուրի մասին, ընդհանրապես աշխարհը առ եւ տուրն է, սկսած հարաբերություններից եւ մենք այդ առևտուրի մեջ փորձում ենք համարժեք
գնումներ կատարել, այսինքն տալ եւ վերցնել համարժեք որքան հնարավոր է։ Եվ այստեղ փոքր տարիքից է դա պետք սովորեցնել երեխային, այսինքն եթե անգամ լաց է լինում երեխան, բայց ծնողը գումար չունի, ծնողը տեսնում է, որ այդ խաղալիքից արդեն ունի, անիմաստ է, օրինակ, այդքան էլ հարմարավետ խաղալիք չի կամ վնասակար ինչ-որ անկյուններ ունի, ուղղակի պետք է երեխային ասի, չեն կարող գնել սրա համար։ Կարգավորում ընթացքում է լինում, այդ պահին կարող է երեխան լաց լինել, բայց ինքը հետագայում սկսելու է համադրել դրանք։ Այսինքն մենք պահի ազդեցության տակ գնում ենք կատարում, հետագայում սովորեցնում ենք երեխային պահի ազդեցության տակ ընկնել եւ գնում կատարել, որը իմ ասած սպառողն է արդեն պասիվ։ Այստեղ մտածողություն ենք զարգացնում, բացատրելով թե ինչու ոչ օրինակ։ Կարճ կոնկրետ երեխաներին երկար պետք չի բացատրել, նրանք կարճ ինֆորմացիան ավելի լավ են հասկանում, ընկալում։ Միշտ է պետք է այդպես կանոններով առաջնորդվել, երբեմն էմոցիաներին տուն տալը, որ երեխան հասկանա, որ նաև այո կարելի է երբեմն թույլ տալ, որ հետագայում ինքն իրեն չմեղադրի ինչ որ կատարած գնման համար, ինչպես որ հաճախ մենք ենք անում, այն որ գալիս ենք տուն, ասում ենք, բայց արժեր որ կամ չէ, ինչու գնեցի։ Այստեղ շատ կարևոր բան ասեցիք, ելնելով կարիքից է պետք գնում անել, այդ կարիքի մեջ մտնում է նաև ժամը անցը զվարճանքը, բայց եթե դա այն կարիքներից առաջնային, որ ունի երեխան կամ ծնողը, հա, ընդհանրապես մարդը, ավելի գերակշռում է զվարճալիքների կարիքը, այստեղ է խնդիրը, ոչ թե որ մենք պետք է չզվարճանանք, կյանքը պարտականություն է եւ զվարճանք, հա, այսինքն այդ համադրությունը շատ կարեւոր է, եթե անընդհատ մենք գնում ենք սրա ձայնը երեխային էլի դուր եկավ, այն ուսի ձայնը էլ դուր եկավ, ստացվում է երեխային արդեն հետաքրքիր չի խաղալիքը։ Իրեն հետաքրքիր ուղղակի այդ պահը, երբ որ գնում է կատարում, վառ հույզ է ունենում, հա, փաստորեն կարևոր։ Վառ հույզ է ունենում, ու այդտեղ սպառվեց ինքը նետելու այդ խաղալիքը։ Շատ հաճախ կարող եք տեսնել, որ երեխաները այդ խաղալիքներով չեն խաղում։ Այսինքն արդեն դա ձևավորվում է այդ пассив սպառողը, հա։ Գնեմ ուրախանամ վերջ։ Ահա, շատ հաճախ մենք լսում ենք, որ այն մարդիկ, որոնց մասին ասում են, դե ինքը փող շատ է սիրում, բացասական երանգով են այդ ամենը ասում։ Ես շատ լավ հիշում եմ, տատիկս ասում էր, այո, ես գումար սիրում եմ։ Ու այս վերջերս էլ որ հարցնում ենք, ասում եմ, տատ, փող սիրում ես։ Հա, սիրում եմ, իսկ ինչի պետք է չսիրել, եթե փող չլինի, դու չես կարող այս բաներն անել, ուղղակի պետք է կարողանալ ճիշտ տնօրինել։ Ինչու է գումար սիրելը միշտ մի տեսակ վատ երանգավորում, բացասական երանգավորում ստանում։ Կարծում եմ սա սոցիալական անհավասարության հետ կապ ունի եւ իմիջիալոց այդ անհավասարությունը սկսում են զգալ արդեն դպրոցական, կրծեր դպրոցական տարիքում, երեխաների մոտ այդպես սկսում է ձևավորվել, որ ես սա ունեմ, նա չունի կամ ես չունեմ, նա ունի, այդտեղից կարող է ձևավորվել եւ շատ կարեւոր է ծնողները ինչպես են դա ֆիքսում։ Ու նաեւ շահամոլության հետ է, բայց բնական է դա։ Ագահության հետ հիշեցի հայտնի հեքիաթը, երբ կախարդական ձեռքը կախարդական է դառնում, ինչի կպնում է ոսկի է դառնում եւ ինքն իր երազանքի ձեռքը կրակն է։ Սա սպառողն է ասած пассив երևի էլի, անընդհատ ձեռքբերել, բայց կարիքը չունեմ։ Հեքիաթները լավագույն ուսուցիչն են, չէ՞, որ երբ մենք դիտարկում ենք եւ վերլուծում ենք հեքիաթները, մենք տեսնում ենք այսպես թաքնված իրականությունը, որը շատ ավելի խոսուն է, հա, ցանկացած պարագայում եւ իզուր չեն, որ այդ հեքիաթները հենց պատմում են փոքրիկներին, փոխանցելով նրանց կարևոր մեսիջներ, որոնք կձևավորեն կոնկրետ արժանային մուլտֆիլմը ոսկե այծյամը կարծեմ տենց է, հա։ Այստեղ մենք խոսեցինք նաեւ մի կարևոր թեմայի մասին, ասացիք, որ փոքր տարիքից պետք է ֆինանսական գրագիտություն սովորեցնել։ Մենք պիտի նաև հաշվի առնենք մի կարևոր հանգամանք, որ այս սերունդը մեզ նման չէ, ինչպես որ մենք էինք, եւ հետեւաբար մենք տեսնում ենք բավականին հետաքրքիր երեխաների, օրինակ ես ինքս անձամբ իմ օրինակով եմ տեսնում, երբ ինչ որ բան են պատրաստում իրենց ձեռքով եւ որոշում են իրար մեջ վաճառել։ Ես դա տեսնում եմ ներքին շուկայական հարաբերություններ, մի կողմից զարմանում ես, որ այդ փոքր տարիքի երեխաները կարողանում են շուկայական հարաբերություն կամ ինչ որ բան են ձեռք բերել 10 դրամով ավել են վաճառում, մեկ ասում ես ոնց այս տարբերակով հարաբերություններ, հետո ասում ես գուցե սա է ճիշտը, հիմա ո՞րն է ճիշտը։ Չեմ կարծում որ դա սխալ բան է, եթե երեխան իր ձեռքով ինչ որ բան է պատրաստում եւ վաճառում է, իհարկե այստեղ մեծերի իմացությունը կարևոր է, որովհետեւ ինչի վրա է ծախսվել երեխայի, մյուս երեխայի գումարը կարևոր է իմանալ,
Ես չեմ կարծում, որ դա վատ բան է, ընդհակառակը դա հենց խոսում է նրա մասին, որ երեխաները հասկացել են ինչպես պետք է գումար աշխատել, ինչ որ բան սարքում են եւ վաճառում, ինչու՞ չէ։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ ֆինանսական գրագիտության մեջ հաշվի առնել էկոլոգիական խնդիրները, որոնք մենք առնչվում ենք։ Այսինքն, երբ որ երեխային մենք գնում ենք մի քանի խաղալիք, որը նա նետելու է մի կողմ, սա արդեն էկոլոգիական խնդիր է առաջացնում, նաեւ հագուստը, որը հագնելու է մեկ անգամ եւ էլ չի հագնելու։ Չնայած հայրս էս հարցը մի փոքր այլ ձև ենք լուծում, նվիրում ենք ուրիշին, այո։ Հա, ում Բայց հիմա էլ է այդ։ Այո, փոքր եղբայրը, փոքր քույրը։ Այսինքն սա որոշակի էկոլոգիական խնդիրներ է լուծում։ Մենք երեխաներին հենց դա պետք է սովորեցնենք։ Այսինքն մենք անգամ պետք է փորձենք էկոլոգիապես մաքուր խաղալիքներ գնել հնարավորինս, ինչու, որովհետև երեխան պետք է սովորի անգամ ինչպես բաժանել թուղթը, առանձնացնել եւ դրա համար թեկուզ ջանք կիրառել, տանել նետելու այնտեղ, որտեղ կա դրա համար աղբաման։ Սա նույնպես ֆինանսների կառավարում է, որովհետև բյուջեի խնայում է տեղի ունենում։ Այսինքն 3 հատ նույն խաղալիքից կամ նմանատիպ խաղալիք արժի արդյոք խոսքը չի գնում մեքենաների կոլեկցիայի մասին, բայց կարող է ինչ-որ մի կետում այստեղ պետք է ստոպ տալ։ Ես մտապահեցի եւ հիշեցի շրջանառվող տնտեսություն համակարգը, որը շատ արդյունավետ է եւ այս պարագայում ճիշտ է, որ փոքր տարիքից սովորեցնել, դեն չնետել իրերը եւ փորձել նրանց տալ երկրորդ կյանք կամ արդյունավետ օգտագործել այն, ինչ ունես։ Կարճատև դադար, ի վերջո ֆինանսները եւս շատ կարեւոր են, գովաստ մեր եթերում այնուհետեւ կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, սիրելի ռադիոլսողներ, սուրճը ձեզնից, սերը մեզնից կամ հակառակը եւ այո, գումարային այսպես թեմաներ են այսօր, բայց դրանք կարծում եմ շատ կարեւոր են ու գուցե ձեզ համար բանալի պատասխաններ ստանաք, հարգելի ռադիոլսողներ, այսպես միամտորեն հարցեր ենք հնչեցնում մեր եթերում շրջանառվող տնտեսությունը, կարող ենք ասել մի բան, որ երբ ես ուսումնասիրում էի այդ այսպես ասած համակարգը, հասկացա մի բան, որ մեր տատիկները ժամանակից դեռ շրջանառվող տնտեսության համակարգն էին օգտագործում եւ ոչինչ չէին փորձում նետել, կարողանում էին ճիշտ օգտագործել, այս պարագայում ինչ-որ բան պատրաստել։ Սա մեզ համար նորություն չէ, թեպետ անունն ենք նոր, այսպես անուն ենք դրել այն ամենին, ինչը մեր կենցաղի մի մասն է։ Այս պարագայում երեխաները արդյոք որ տեսնում են ինչպես է տան նիստուկացը, ֆինանսական այսպես փոխհարաբերությունները, արդյոք դա իրենց մոտ նստվածք է տալիս եւ հենց դրանից է կախված, թե մեծանալով ինչ արժե համակարգ կունենա եւ ինչպես կվարվի ինքը գումարի հետ։ Ընդհանուր առմամբ ֆինանսական գրագիտությունը պետք է տա կրթական համակարգը, որովհետեւ ծնողները միգուցե իրենք է չունեն այդ։ Հա, բայց ինքը սպունգի պես վերցնում է, ինչ տեսնում է տանը։ Բնական է, բայց երբ որ համակարգը լավ տալի տա, այդ ֆինանսական գրագիտությունը, ինքը արդեն համեմատելու տեղ ունի։ Մեր խնդիրը ինչ է, որ միայն մի բան տանք երեխային ու ասենք սա է քոնը, բայց ինքը երբ որ համեմատում է ու տեսնում է, օրինակ ինքը կարողացավ սրանով գումար խնայել, հավաքել գումարը, որոնք իրեն տվեցին, այսինքն անցնենք հաջորդ մեթոդին, երբ որ երեխային գումար են նվիրում, պետք է սովորեցնել երեխային հավաքել կոնկրետ նպատակի համար։ Բայց իրենք լավ գիտեն։ Այդ հրաշալի է, եթե լավ գիտեն, որովհետև մեկ-մեկ կարող է օրինակ ինքը հավաքում է, օրինակ գրքի համար, բայց կոնֆետ է գնում, չի դիմանում, բայց ինքը կոնֆետ ունի տանը։ Այսինքն խոսքը նրա մասին չի գնում, անդադ երեխային պետք է զրկել, բացարձակ դրա մասին չեմ գնում։ Դնել նպատակներ, հասնել նպատակին։ Բայց եկեք հանուն արդարության ասենք, որ մեկ-մեկ մենք էլ ենք գրքի փոխարեն այդ շոկոլադն ու կոնֆետը գնում, որից մենք ունենք տանը։ Միանշանակ, դրա համար էստեղ ասեցի, որ այստեղ չափաբաժինը պետք է դիտարկենք, որովհետև մենք էլ այո ուզում ենք առանց մտածել գնում կատարել, եւ դրա համար
Գիտակցված առանձնացնում են գումարը, այստեղ շատ կարևոր է դա։ Այսինքն ունենք X գումար, ստացել ենք աշխատավարձ։ Եթե մենք բաշխում չիրականացնենք ի սկզբանե եւ չսկսենք այդ կողմով գնալ, մենք ուղղակի չենք հասցնի ոչինչ անել։ Ուզում ենք շատ մեծ աշխատավարձ լինի, հա, այսինքն գումար մեծ լինի։ Եթե գումարի հետ անմիջապես հենց գումարի մասին չխոսենք, բայց դրա միջոցով գնվող ինչ-որ նվերի մասին, մենք գիտենք հիմիկվա երեխաները որ ժամանակահատվածում են ապրում, ինչերի ցանկություններ ունեն, չգիտեմ, հեռախոսներ, պլանշետներ, ամենավերջին ինչ որ համակարգերը, այո, եւ հագուստները տրենդային, եւ շատ հաճախ գալիս են տուն ու ասում են, չգիտեմ, Անին ունի այս հեռախոսից, իսկ ես չունեմ եւ ծնողը ստիպված փորձում է երեխային մյուսներից հետ չպահելու համար նման նվերներ անել, բայց գալիս է մի պահ, ինքս տեսել եմ նման օրինակներ, որ 13-14 տարեկան երեխան այլևս ոչ մի նվերից չի ուրախանում։ Եվ դու չգիտես ինչ նվիրել այդ երեխային, որ գոնե մի քիչ ուշադրություն դարձնի, ասենք 15 րոպե ուրախանա քո նվիրած նվերից, որովհետև ինքը արդեն ստանում է վերջին մոդելի ցանկալի հեռախոս, համակարգիչ եւ այլ բաներ։ Դուք ինձ խոսեցիք այն շղթայի մասին, որը ես ասեցի սկսվում է ավելի վաղ տարիքից, այսինքն բավարարել երեխային յուրաքանչյուր պահի ճակերտավոր յուրաքանչյուր հնարավորինս բավարարել, որպեսզի չնեղվի, չտխրի, բայց ով ասեց, որ տխրությունը եւ մտածելը կյանքի մասին դա ինչ որ խնդիր է։ Այսինքն մենք անընդհատ ուզում ենք մեր երեխաները հանկարծ ստրես չապրել եւ նրանք ստրեսակայում չեն դառնում, չեն ունենում երազանքներ, որոնց պետք է ձգտեն հասնեն։ Ինչքան բավարարվում է երեխայի այդ նյութական մասը, հա, հոգեվորը թողնենք։ Այսօր նյութականից ենք ավելի շատ խոսում, բայց դա սերտ կապ ունի հոգեվորի հետ։ Որքան բավարարում այնքան նպատակները երեխաների ապագայի հանդեպ կորում են։ Հիմա երեխաներին մեծամասամբ որքան որ աշխատում եմ եւ հարցնում եմ, ինչ երազանք ունենք, ասում են մենք չգիտենք։ Դա նրանից է, որ այդ պահին բավարարվել է, այդ պահին հնարավորինս բավարարվել է եւ երեխայի մոտ ցանկություն չի առաջացել։ Սա ես ձեռք կբերեմ։ Դե ասում են տեսած երեխա է։ Եվ շատ ծնողներ, ովքեր իրենք չեն ունեցել այդ ամենը, հիմա ամեն ինչ անում են իրենց երեխայի համար։ Փորձում են երեխայի միջոցով ստանալ, հա։ Այո, օրինակ գնում են շատ նույն խաղալիքից, ինչպես նշեցի, մեքենաներ, հեռակառավարվող մեքենա, որը ինքը չի ունեցել, բայց երազել։ Այսինքն սրանք մեր երազանքներ են, որոնք մեր երեխաների միջոցով մենք փորձում ենք բավարարել։ Այդպես լինում է։ Ու քիչ չի լինում։ Ուղղակի ընթացքում երբ որ մի բան կրկնվում է, մենք պետք է կանգ առնենք ու մտածենք, ինչու է սա անդադ կրկնվում։ Ինչու եմ ես անդադ գնում այդ խաղալիքը գնում։ Սա միգուցե երեխային պետք չի ինձ հետ։ Ներեցեք, բայց չէ որ պետք է երեխային հարցնել, թե ինչ խաղալիք գնել նրա համար եւ ինչով է ուզում խաղալ։ Համաձայնն է, որ հիմիկվա սերունդը այդպես է։ Հա, եթե իր ուզածն է գնում, ինչու՞ չէ, հեռակառավարվող է։ Համոզվում են, չէ, համոզվում են, այնպես չէ, որ ընդհանրապես չեն համոզվում։ Բայց արդյոք կներես Մարինա, հեշտ պիտի տրվի։ Այսինքն ֆինանսը, օրինակ, շատ ծնողներ կարծում են, որ երեխային այդպես հեշտ չպիտի տրվի ամեն ինչ, նա պիտի վաստակի։ Օրինակ, խոսեցի նաև ծրագրի ընթացքում հոգեբանների մի եզրահանգման մասին, որ յուրաքանչյուր տան անդամ պիտի վաստակի այնտեղ ապրելու իր փակագծերում իրավունքը եւ երեխան եթե չի կարող փող վաստակել եւ տուն բերել որևէ կերպ արդարացնել այդտեղ վայելելու կյանքը ապրելու առումով, ապա նա պիտի տնային որոշակի պարտավորություններ ունենա, որովհետեւ հենց դա է հետո բերում պատասխանատվության զգացումը։ Մի տեսակ ասածդ սեփական տանը վարձով ապրելու նման Չէ, այստեղ ամեն մեկը իր դերը պիտի ունենա ուղղակի։ Իրականում ասվեց այլ բառերով, բայց մենք այդպես էլ ապրում ենք։ Հա, շատ ճիշտ եք։ Մենք ընտանիքը հենց նրա համար է, որպեսզի մենք յուրաքանչյուրս նաև ունենանք այդ ընտանիքում մեր ֆունկցիաները։ Եվ երեխան պատասխանատու չի դառնում, երբ որ իր փոխարեն անում են ամեն ինչ։ Ինքը պետք է ունենա այդ գործողությունները, ոչ միայն իր յետևից հավաքելը, հա, որը ինքնախնամք է, հիգիենա է եւ այլն։ Նաև որոշակի պարտականություններ, որոնք ինքը տան համար, իր ընտանիքի համար է կատարում։ Այստեղ նշեմ նաև, որ պատահում են դեպքեր, երբ տալիս են գումար որոշակի, երեխային որոշակի գործողություններ կատարելու համար։ Այստեղ շատ զգուշ պետք է լինել։ Չի մի տեսակ արդեն։ Զգուշ պետք է լինել։ Այսինքն
չեմ կարծում, որ տան համար օրինակ աղբը թափելը գումարով պետք է լինի, բայց կարելի է կան մտածել, հա, որովհետև սա դառնում է արդեն ձեր ասած, հա, առուծախը եւ հարաբերություններն են վատանում, այսինքն որպեսզի ես իմ ծնողի համար մի բան անեմ, չնայած այդ ծնողի համար չէր միայն իր համար էր, այդպես արդեն ընկալվում, ինձ պետքա ինչ-որ մի բանով հաճոյանան, որ ես դա անեմ, հա, իսկ հուզական հարաբերությունների կապվածությունը լրիվ այլ բանի մասին է, այստեղ խնդիրը հետևյալն է, այո, երեխան պետք է սովորի գումար վաստակել եւ դա կարելի է կրծել դպրոցական տարիքից սկսել, օրինակ գիրք կարդալը վերջացրեց, իրեն որոշակի թող լինի 1000 դրամ, բացարձակ այստեղ պետք չէ մեծ թվեր, որը ինքը կարող է նետել կամ պահել իր պահոցում, հաջորդ գրքի վրա, այսինքն գիտելիքը վաճառվում է նաև։ Հիմա 90-ականների երեխաները լսում են 1000 դրամ, ինչ գումարներից են ժամանակ 100 դրամ էր, կամ չէ, մտածել այդպիսի բան կարելի է, որտեղ դե արժեքները այլ էին, մենք սովորում էինք մեզ համար, կարդում էինք մեզ համար։ Հիմա երեխաների մոտ կարդալը խնդիր է, իսկապես խնդիր է դարձել։ Դրա համար նաև, այսինքն գիտելիքի ստանալու համար ես ստանում եմ գումար, բայց այդ գիտելիքը նաև կարելի է վաճառել, ինչպես ասացիք, ինչ-որ բան պատրաստել, վաճառել, ինչու՞ չէ, տան անդամներին, այսինքն, բայց սա անել ավելի ջերմ, զգույշ հարաբերությունները, որպեսզի հարաբերությունները չխաթարվեն։ Հարաբերությունները չխաթարվելու պարագայում նաև ֆինանսական ճիշտ բաշխումը պետք ընտանեկան բյուջեի առումով։ Մարինան ծրագրի սկզբում նշեց մի հետաքրքիր երևույթ, որ մեզ մոտ կա եւ տարածված է, որ ամուսին եւ կին աշխատում են, կինը մտածում է, որ իր փողը իրեն է, իսկ ամուսնու փողը ընտանիքին է։ Կարող ենք ասել, որ փոխվել է արդեն եւ ինչպիսին պետք է լինի իդեալական բաշխումը, որպեսզի ավելի հարթ ընթանա, էլի։ Կարծում չկա իդեալական բաշխում, պետք է դա համագործակցություն է, այսինքն երկուսով ոնց են որոշում։ Կա կանացի բաշխում։ Կա այդպիսի բան։ Հա, դա հավանաբար եկել է նրանից, որ տղամարդն ասել է դու ես կպահեմ տունը, դու մի աշխատի, կարծում եմ, հա, այդպիսի ինչ որ բանից է եկել, նայես դե ես գոնե իմ ծախսերը կհանեմ, հետո ստացվում է ես իմ ծախսերը հանում, դու պահում ես տունը։ Հա, մի քիչ անարդար է, հարմար է այդպես։ Անարդար է, բայց չեմ տնային գործերը բա որ կանանց վրա։ Բացի դա, չեմ կարծում, որ կինը տուն ոչինչ չի գնում եւ բերում։ Այսինքն, բայց կարող է լինել կանայք, որոնք չեն գնում։ Մեր տատիկները մի հետաքրքիր խոսք ունեին, ասում են կինը մի ձեռքով պետք է վերցնի, մյուս ձեռքով պահի։ Գողանաս ինքդ քեզ։ Այս մի տեսակ, հա, հասկանում եմ, որ մեր առօրյական ինչ որ հին ժամանակն են, բայց արդյոք սա խնայողությունն է, այն ինչ որ բանկում էին պահում։ Այն ժամանակ բանկ չկար, պահում էին տանը, այսինքն հենց սա ճիշտ խնայողությունն է, այո, պետք է խնայողության, պետք է ճիշտ բաշխում կատարել եւ դա երեխաների հետ խոսել։ Լինում են դեպքեր, երբ ծնողները ամաչում են անգամ երեխաների հետ ֆինանսներից խոսել, կարծելով որ դա ամոթ է, փողը դե լավ բան չի։ Հա, լավ բան չի։ Չէ, փողը լավ բան է, երբ որ ճիշտ ենք օգտագործում։ Եվ շատ կարևոր է, քանի որ ազատությունը հիմնականում ֆինանսական ազատություն մենք ստանում ենք այն ժամանակ, երբ որ հույզականությունը շատ բարձր չի։ Եվ դրանից հետո ծանր խնդիրների մեջ չենք ընկնում, երբ որ շատ հուզական ենք մենք գումարը փողը ծախսում։ Դրա համար շատ կարևոր է այդ հաշվարկները։ Որն է ոսկե միջինը, հա, չլինել ժլատ, գծուց եւ միևնույն ժամանակ չվատնել փողերը անտեղի։ Ահա։ Միջինը հետեւյալն է, ունեմ այսքան գումար, X գումար։ Այդ գումարը բաշխում եմ SSS կետերին, որոնք ինձ համար պետք է։ Տրանսպորտ, ցանկացած, այսքանը սրան եմ տրամադրում, սրան որոշակի գումար իմ հաճույքի համար է։ Դա կլինի հագուստ, դա կլինի համերգներ, դա այս գումարը ես առանձնացնում եմ ամեն ամիս սրա համար։ Այս դեպքում կարծում եմ կարողանանք ամեն ինչից օգտվել եւ չընկնել ծանր վիճակի մեջ։ Ֆինանսական գիտություն։ Հոգեբաններն ասում են, որ շոփինգը դա հավասարազոր է հոգեբանի մոտ այցելության։ Այն որ աղջիկները հոգեբանները չեն կարող այդպիսի բան ասել։ Կարծում եմ դա ուղղակի շոփինգ փոխարինում է, շոփինգ թերապիա։ Կարող է ուղղակի իմ նշածով, երբ որ մենք նոր ապրանք ենք գնում, մեզ գեղեցիկ ինչ որ մեր ցանկացածը
մեր տրամադրությունը փոխում է այդ պահին, բայց ինքը ոչինչ չի փոխարինում։ Մի խոսքով, եթե ընդհանուր դիտարկենք, ապա փողը կարևոր գործոն է Շատ ապրելու կարևոր, եւ իհարկե։ կախված նրանից թե որքան ես ստանում, արդյոք ճիշտ է առաջնորդվել մի սկզբունքով, որքան ունես, դրա մեջ տեղավորվում ես, ձգտելով ավելին։ Իհարկե։ Ու վերջ, այդքանով փակենք ես եւ իհարկե շատ կարեւոր է որ փոքր տարիքից երեխաները ծանոթանան ֆինանսական գրագիտությանը, որպեսզի հետո մեծանան կարողանան ճիշտ այս հարցերի պատասխաններն արդեն ունեցած լինեն ու ժամանակ խնայեն։ Որովհետև կյանքը գնալով դառնում է ավելի բարդ։ Այդ առումով Իհարկե նաեւ շատ վատ է որ մենք ավելի սպառող հասարակություն ենք դառնում, առաջին պլան մղելով միայն սպառելը, շատ կարեւոր է նաեւ չմոռանալ շատ այլ կարեւոր գործոններ, որոնց մասին այսօր չխոսեցինք, որովհետև մեր թեման զուտ փողներ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ հրաշալի զրույցի համար։ Եվ արդեն շարունակենք եթերը, ճանապարհենք մեր հյուրին, լսենք երգ, նաև ընթացքում լուսանկարվենք եւս մեկ անգամ հիշեցնեմ, մեր հյուրը հոկեբան Անի Ապիտոնյանն էր, ում հետ խոսում էինք ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրվա մասին։ Իդեպ նկատել եք դրամա, շատ մոտ է, մեր փողը շատ ինչ-որ ռոմանտիկ, դրամատիկ է։ Լսենք երգ, վերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, միասին փորձեցինք հասկանալ ինչպես է ֆինանսական ընտանեկան համակարգը գործում եւ որոնք են ամենաընդունելի տարբերակները, ինչպես անել, որպեսզի սխալներ չգործել առհասարակ, նաեւ ասենք, որ առհասարակ փոխանցումները, հատկապես Հայաստանի տնտեսության համար, ունեն առանցքային նշանակություն եւ ամեն տարի Հայաստանի հազարավոր ընտանիքներ ստանում են գումար տարբեր երկրներից, որտեղ իրենց հայրենակիցներն են գտնվում, ոմանք ապրում են, ոմանք զուտ աշխատում են եւ փոխանցումներն օգնում են իհարկե փակել որոշակի ծախսեր, թեթևացնել ֆինանսական բեռը ընտանիքի համար, ուսման վճարներ, առողջապահական ծախսեր, բայց միևնույն ժամանակ այդ կախվածությունը նաև որոշակի տնտեսական ռիսկեր է առաջացնում կապված իհարկե աշխատանքային շուկաների հետ եւ հաճախ տեսնում ենք, որ մարդիկ սովորելու ունակություն ունեն, այնպես որ սպասում են, որ փողը կգա, ամենաճիշտը, որ ավելի ամուր կանգնես քո ոտքերի վրա եւ կարողանաս գումար աշխատել սեփական քրտինքով, սա շատ կարեւոր է եւ տալիս է ինքնավստահություն ու ավելի կայունություն։ Այո, ֆինանսական անկախություն ի վերջո։ Ամենակարևորը, կապ չունի կինես թե տղամարդ։ Պետք է միշտ ձգտել, աշխատել եւ ունենալ սեփական գումարը, անկախ ամեն ինչից, անկախ գումարի չափից, դա շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է։ Եվ հարգելի ռադիոլսողներ, ծրագրի վերջին հատվածում, այսքան այդքան էլ վերջ չի, բայց մոտ է, մենք ձեզ համար նաեւ առանձնացրել ենք մարզական լուրեր։ Այո, սպորտային նորություններ, որտեղ եւս շատ կարեւոր է մոտիվացիան եւ առաջ գնալու ցանկությունը։ Եվ այնտեղ էլ են մեծ գումարներ պատտվում, հաղթողը գիտենք թե ինչ գումար է, մենք գիտենք։ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Փիրուզյանը շանս չտալով ադրբեջանցի մրցակցին նվաճել է բրոնզե մեդալ։ Բրավո։ Այո, Արենը ժամանակից շուտ հաղթելով 12-2 հաշվով կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ 48 կիլոգրամ քաշային Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի M17 տարեկանների առաջնությունում։ Մինչև եզրափակիչ հասնելը Աղաբեկյանը հաղթել էր ռուս, մոլդովացի եւ վրացի ըմբիշներին։ Հաղթանակը շատ կարևոր է հատկապես սպորտի բնագավառում, որովհետև հիմնական ոգևորող ուժը հենց հաղթանակն է, բայց միևնույն ժամանակ գիտենք, որ հենց սպորտսմենների հիմնական վաստակը եւ ապրելու, այսպես ասած, միակ միջոցը հենց իրենց մարզաշխարհի կարևոր այդ գործընթացներն են, որոնք բերում են հաղթանակ եւ հետո էլ ֆինանսական կայունություն։ Եվ քանի մերոնցից ենք խոսում, ելի շարունակենք հպարտությամբ խոսել, Միլանի Ինտերի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մամուլի ասուլիս է անցկացրել Լոս Անջելեսում 2025 թվականի FIFA-ի ակումբային աշխարհի առաջնությունում թիմի նորամուտից առաջ եւ հարցերից մեկը եղել է Միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Նա ասել է. «Իմ կարծիքով չպետք է խոսել տարիքի մասին, քանի որ տարիքը պարզապես թիվ է»։ Ինչ որ մեկը ինձ հետ համաձայն է։ Ավելի կարևոր են խաղացողների մարդկային որակները։ Մխիթարյանն ունի հսկայական ներուժ։ Նա դա ապացուցեց իր նվիրվածությամբ եւ խաղալու անհավանական ցանկությամբ, հատկապես վերջին մրցաշրջանում նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի կարող դրվել։ Նա շատ կարևոր խաղացող է Ինտերի համար։ Այստեղ նաև շատ կարևոր է մյուս մարդկանց համար, երբ սպորտսմենը, մարզիկը քո երկրի ներկայացուցիչը հաղթանակ է գրանցում, հաջողությունները ձեռք բերում, բարձր բղավում ես, ուրախանում ես լիաթոք եւ մի տեսակ հպարտության զգացում ես ունենում, այնպես որ այդ հաղթանակը միայն մարզիկինը չէ, այլև մեր բոլորինս է այս բառակայում։ Այո, միանշանակ։ Եվ անցնենք Բավարիային, ակումբային աշխարհի առաջնությանը 10 գոլ է խփել անհավանական հաշվով հաղթելով Օքլենդ Սիթի աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Բավարիան Ցինցինատիում մրցել է Նոր Զելանդական Օքլենդ Սիթիի դեմ եւ գերմանական Գրանտը մրցակցին ջախջախել է անհավանական 10-0 հաշվով։ Վենսան կոմպանիի գլխավորած թիմից հետրիկ գրանցել է Ջամալ Մուսիալան եւ դուբլ ձևակերպել են Կինգլի Կոմանը, Մայքլ Օլիսեն եւ Թոմաս Մյուլլերը, իսկ Սաշա Բոյեն աչքի է ընկել մեկ անգամ։ Հետաքրքիր թիվ է, թեպետ ես մի քիչ հեռու եմ ֆուտբոլից, բայց այդուհանդերձ այդ թիվը արդեն իրենն ասում է, որ աննախադեպ է այս պարագայում։ Էլի կան մարզական լուրեր, Եվս մեկը կա, այո։
Այստեղ 10 թվի մասին խոսք չկա, բայց 4-0-ի մասին Դա խոսք։ 0 կա կարևոր է այստեղ։ Եվ սա կհետաքրքրի ՊՍԺ-ի երկրպագուներին աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն մրցել էր Մադրիդի Ատլետիկոյի հետ եւ 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպումը կայացել է Փասադենայի Rose Bowl մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է Ֆաբիան Ռուիսը։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Վիտինյան խփել է փարիզցիների երկրորդ գոլը։ 87-րդ րոպեին Սենին Մայուլուն հաշիվը դարձրել է խոշոր եւ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին էլ ՊՍԺ-ի հարավկորեացի կիսապաշտպան Լի Կանգ-ինը անվրեպ է իրացրել 11 մետրանոցը եւ ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը 4-0։ Մի խոսքով հաղթողներին մաղթում ենք հաջողություն, շնորհավորում ենք հաղթանակների հաղթողներին չեն դատում, ինչպես ասում են։ Այստեղ շատ կարևոր է։ Վերջին րոպեներն են հանրայինի ուղիղ եթերում Սուրճուսերի հետ այսպես շրջանակում հարգելի ռադիոլսողներ, շատ արագ ուզում ենք եւս մեկ անգամ ամփոփելով ասենք, որ այսօր օդի ջերմաստիճանն իջնելու է 4-ից 7 աստիճան, մի քիչ տխրեցնող է, բայց ոչինչ լիահույս լինենք, որ ամառը կլինի ամբողջական, լարսը բաց է, նաեւ եւս մեկ անգամ տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, ովքեր ուշ են միացել մեր եթերին, եւս մեկ անգամ նրանց տեղեկացնենք օրվա փոխարժեքի մասին։ Հակիրճ ասենք ամերիկյան $1 383 դրամ 23 լումա է, եվրոն 440.91, ռուսական ռուբլին 4.8։ Թռիչքների հետ կապված պիտի ասենք, որ մեկնումներում եւ ժամանումներում կան չեղյալ հայտարարված մի քանի թռիչք, մի քանիսն էլ ուշացումներով։ Չեղյալներից Ռաշտն է, որը գտնվում է Իրանում, գիտենք արդեն Թեհրանն է եւ ուշացումներ կան Էմիրություններից ժամանող օդանավերի հետ կապված Շարժա, Դուբայ։ Եվ այստեղ մեկնումները բնականաբար այդ ուղղություններով եւս ուշացումներով կլինեն հարգելի ռադիոլսողներ, այնպես որ այսօր հուլիսի 16-ն է, երկուշաբթի աշխատանքային շաբաթվա առաջին օրն է հարգելի ռադիոլսողներ, իդեպ նաեւ տեղեկացնենք, որ 1963 թվականի հենց այսօրն է տիեզերք դրել առաջին կին տիեզերագնացը Վալենտինա Ցիլիշկովան։ Այնպես որ Թրանք, այդպես։ Եվ իդեպ այսօր հիփ-հոփի սիրահարներին հատկապես եւ երկրպագուներին կհետաքրքրի, այսօրն է ծնվել մեր բոլորի շատ սիրելի рэփեր Թուփակ Շաքուրը։ 1971 թվականի այսօրն է ծնվել։ Հարգելի պատճառով մենք նրա երգերից չենք կարող լսել հանրայինի։ Ի վերջո սա հանրային ռադիո է։ Եվ ավարտին հարգելի ռադիոլսողներ, ձեզ մաղթում ենք հաջող աշխատանքային շաբաթ, հաջող օր, լավ տրամադրություն։ Օրվա լավ շարունակություն եւ իհարկե բարձր տրամադրություն, տաղավարում աշխատեցին Մարինա Գրեգը եւ Լուսինե Մուրադյանը։ Մնացեք հանրայինի հետ, հարգելի ռադիոլսողներ, եւ միշտ փորձեք ամեն ինչում տեսնել միմիայն դրականն ու լավը։ Եվ ձեր մտքերով ու հույզերով ամպերից վեր ճախրեք։ Հա, Սոֆին է ապջան։